ԿՊ-ականների թոշակառու ծնողներն աննախադեպ հաջողություններ են հասել, հասարակ քաղաքացին, հասարակ մեր թոշակառուն այնքան թոշակ չի ստանում, որպեսզի սպառողական զամբյուղին համարժեք կարողանա ապրի, բայց ԿՊ-ականների որոշ թոշակառու ծնողներ աննախադեպ հաջողություններ են ունենում։ Սրա մասին բազմաթիվ անգամներ խոսել են, բայց հերթական առիթն է խոսելու։ Ինչպես օրինակ Տիգրան Ավինյանի մայրը, ով $490,000 տուն է գնել, ինչպես Տիգրան Ավինյանի հայրը, ով $200,000 Սևանում տուն է կառուցել, ինչպես գնել Սանոսյանի թոշակառու մայրը, ով $230,000 տուն է կառուցել, ինչպես Դիանա Գասպարյանի սկեսուրը, ով ոչ միայն տուն է գնել, այլ բազմաբնակարան շենքեր է կառուցել, ինչպես Դիանա Գասպարյանի սկեսրայրը, ով գազալցակարան է կառուցել։ Եվ այսպես շարունակ, ես կարող եմ շատ երկար շարունակել, իմիջիայլոց առաջիկայում նման տարբեր ձեռքբերումների մասին ես կխոսեմ։ Իրականում օտարերկրյա կապիտալը փախնում է մեր երկրից։ Ներդրումների զուտ ներհոսքը նվազել է $155 միլիոն։ Իրականում ով պիտի գա մեր երկրում ներդրում անի, երբ օրը ցերեկով բիզնես են խլում, երբ հայտարարվում է, որ հարկատուն հերոս է, բայց այդ կարգախոսի ներքո կեղեքում են մեր հայրենակիցներին, հարկային տերոր է իրականացվում։ Եվ ձեզ համար հարկատուն ոչ թե հերոս է, այլ սովորական տուգանքի մատերիալ։ Իսկ եթե այդ հարկատուն մի հատ էլ ընդդիմադիր հայացքներ ա ունենում, առնվազն պոլին պետք է պարկացնել։